Ողջույն, դարավ մայիսի 14-ը, առավոտվա 6-ն է, երևի վաղը վիդեո չնկարեմ ժողովուրդ, ես կան ուշվոր քնեմ, ես հələ ուզում եմ մոնտաժը նոր, չէ, գցել է նոր բրծան, բայց հələ ուզում եմ մի հատ հաց ուտեմ, ես իմ կանեսին կքնեմ, ընթացքում էներվա նման կանենք, պատոհանից հետաքրքիր բան եղավ կնկարեմ, հետո ամսի 15-ին նոր վիդեո կնկարեմ, սենց Ողջույն Ողջույն 6-ին 15 ապրակաշ Այո, Արմենը նոր նախաճաշում Դե լավ է 5-20 զարթնեցի մինչև Դες քեզ հարցրեցի դուրս ընդունեցի Չէի քո տվարոցի Հայր ջան, էս է իմ ուտելիքը Ես բաժակս կոտրած ան այդ Որտեղ է կոտրած Էսա, էս ինչ է Դե չգիտեմ Արդեն 20 տարի է պարզվում է ես ես կոտրած բաժակով եմ 20 տարի չի մի հնարի Էդ երեխեքը քեզ Ավստրիայից էին բերել Անայդ էս ինչ է, էլի Grand Candy է Այո, ես այս անգամ Grand Candy եմ ընտրել Հա, ես սենց եմ, տվորակ սմետանա Ես անգամ կլուբնիկա, ասեք կլուբնիկան ոնց եղավ որ ունեցանք Ուրեմն գարաժից հետ գալուց մտնում եմ մեր խանութը ու ընդեղ ընտիր կլուբնիկա է պարզվում բերել եմ նույնիսկ Անահիտնագող ճիշտ ասած ես ավելի շատ վիշնյա եմ սիրում ես տվորակի մեջ մենք ունենք վիշնյա Դե ոչինչ լավ Ես մտածում էի քեզ դուր կգա ինչ-որ մի թարմություն Լավ քանի թե ես ջուրս լիմոնով չի սառել Բադը ինչ ես խմելու, չես խմում? Ես թե եմ խմելու, իմ սիրում ճաշկայով Իմ իջարից ես կեզ կարամ Կեզով կար, չէ, ես ես բաժակը շատ սիրում եմ Հատուկ կոտրել եմ, որ չշփոթեմ ոչ մի ուրիշ բաժակի հետ ես դու սիրում, դրա համար Դե չէ կարամ, ինքան ճաշկաներ ունենք Լավ անայ ջանարի թե խմենք, գնացինք Դուրսը արևա 21 աստիճան է, կեշան ուրախ երկում է Սա էլ իմ բաժակը, Արմեն Ես ատում կերապրծա, գնում եմ ծխեմ, անայդ Ինչ ես անում, ճաշեր ես արկում Միս էի ծեծում, հավն էի կտրտում, ինչ-որ երեք առել ենք, սարկեցի, բան դասավորեցի, դրեցի սառնարանը Ես գնացի Արի ռախոսըտ վերցրու Ես ինչ է հավայ մրդ Ես էլ ընդեղ նստած պատմվածքներ էինք լսում YouTube-ով Պատոնից չէի նայել Լվանց փոխվեց սաղ Հենց անհետաքից լրիվ արև էր, լրիվ մաքուր երկինք էր 8-10 պակաս ասեմ ձեզ Մայրամուտը եղել է, չի եղել, չգիտեմ, էտ Անահիտը գիտի էտ ժամերը Դե, բայց անձրև չի եկեմ Չէ, չորա Նենց էր, որ անձրև էլ գար կաղա չիմանայի 17 աստիճան դարավ Դե էտ վատ չի, որտև Ես գիշեր ճիշտ ասած Արդեն շոկ էր մի քիչ Դե լավ Գնամ ընդեղ կինո ենք նայում Այս կարամ դնեմ հետաքրիր է էլի որ արագած շատ չէ գնում Նա դնեմ տնանք ոնց է բնությունը շարժվում
Իմիջայլուց երկու հատ կայծակ խփեց լավ։ Դե արագացրացի վաղտել կխփի, բայց այդքան չի հասկացվի։ Այսօր մի հատ խփեց, չհասցրեցի նկարեմ։ Ձենը նոր եկավ։ Լավ դնեմ արագացրացի վրա գնամ։ Չես, կամի սկսվեց ու անձրև։ Ես պատակոնիկից կարա շպրտի։ Անձրև սկսեց արդեն։ Որ ուժեղ չի, բայց կողմերը մաքուր է։ Հետո կնայեմ կայծակ գրանցեց։ Ես ընդեղ ձեները լսում էի լավ։ Լավ, անջատեմ գնամ։ Հա, ես արդեն ինձ սկսեց թռչել պատրանից։ Հավեք իչ կամի է։ Կամի անձրևի հետ։ Այդ ամենավատն է նկարահանումների համար։ Ես էլ ինչ էլ նմա իմ նկարահանումների մասին եմ մտածում, հա։ Այ, ես ինչ այման, երեսից խպեց։ Всё, փակվեցի բնությունից։ Ան այդ շուր տվեց մեր վիդեոն է նայում։ Մանսուրյանի երաժշտությունը լսում եմ։ Լավ գնամ այ մարդ։ Փոխենք, դե չփոխենք, գնամ Կերևա։ Դե վերջ, պատերազմը ավարտվեց, Քամու անձրևի և այլն, սաղ իրանց ասելիքները ասեցին, ու ոնց որ դե հանգստացան։ Շները մնացին ջղային ինչ-որ մի տեսակ։ Դե վերջ կարծում եմ այսօր ավարտենք, վաղը կշարունակենք։ Այս երկուսը լավ ընկեր են դառել իրար։ Ողջույն։ Ողջույն։ Տխուր ես անայդ։ Դες զսվեցինք էլիս անձրևներից։ Ոչինչ այսօր ուրբաթ է, դու տանն ես, հանգիստ։ Լվացք եմ արի, ուզում էի փռեի մի պահարև դուս եկավ եմ։ Դե արաղ բան կա նստի խմի մինչև լավն է եղանակը։ Ժամը քանիսն է, չիմացա։ Ես էլ։ Իսկ աստիճանը քանի աստիճան էր գնացիր նայեցի։ 10 աստիճան։ Ուժս։ Կես ժամ առաջ 20 աստիճան էր։ Ռուսերեն ասում են «Хороший хозяин собаку не выгонит в такую погоду»։ Իսկ դու ամուսնուդ ուղարկում ես մեղր առնի, տոյոսի ինչ անի։ Դե մնա տանը, չես ուզում։ Մեղրը դու ես ուտողը։ Ես ականեմ անչեմ սենց եղանակներ եմ գնացել։ Դե գնացի Ազիզյան, չէ, չգնացի, գնամ թեյ խմեմ։ Նախ 17 դարավ, հետո դարավ 12, հիմա 10 դարավ։ Հաստատ։ Հա։ Ժամն էլ նայեցի 3:30։ Պատուհան չեմ բացի, սաղից կքշի խոհանոց ստեղից։
Պետք է ասես բացեմ 2 րոպեից խոհանոցում հայտնվենք, չէ։ 2 չէ, մի վարկանում։ 15 վարկյանում։ 5:40 մտնում եմ գայի պողոտը, 15 աստիճան, որ մայիսի կեսն է ասել ենք, չէ, ոնց որ պատումանի մոտ գնացինք նեղերի հետևից։ Հասա Ռուբինյանց, մի հատ նայեք ես տարածքում, մի փոքր տարածք է, չէ, բայց ինչքան արդեն ծանոթ լավ մարդիկ ունենք, նախ Գևորգներ են կողմի տեղ ապրում, ստեղ Սուրիկներ ապրում, ընդեղ մի քիչ են կողմ, էլի ընդեղ է, Պետրոսն է, մեկը լավ խմիչք է սարքում, մեկը լավ կիթառ նվագում, մեկն էլ տեսակ խրուստալի վրա ինչեր է։ Հələ այսքան տեղն ենք բացահայտել, բա ինչքան սենց թաղամասեր կան Երևանում, տաղանդավոր մարդկանցով լի։ Վերջապես լուլուն է այս կողմերը ծնվել։ Այո, լուլու ջան ողջույն, ես էլ հասանք Սևակ փողոց։ Տաղանդավոր զեյթունցիները գնացին։ Այսենց, ժամից ավել չէ ոնց որ տևեց, մինչև մեր տնից հասա Կոմիտաս, հիմա ստեղ թեքվենք Շախսուվարյան, այս Կոմիտասից բրցնենք։ Ինչ նեղ փողոցը, երկու մեքենա չի կարում անցնի, երկու կողմից կանգնած են, այս էլ հասանք Մամիկոնյանց թեքվենք, Մամիկոնյանց, նախկին Ֆուրմանով, ու են Խաչմերուկից էլ Նիկովայոս Տիգրանյան փողոցով բարձրանամ վերև, այսինքն դեպի աջ։ Այնտեղ աչի վրա դիմացի մայթում քույրերի կոմբինատն է, իսկ մենք թեքվենք Տիգրանյան։ Ահա, Երիշանել ինձ նման պրոպկեքի մեջ ուշացավ, ուղղակի ես բակն էի նայում, ընդեղ տղեկը խորոված են սարքում, նայեք, այդ խորոված սարքողներից ես մեքենան որ գալիս է, դեպի ձախ, սաղ գարաժներ են, դեպի աջ, սաղ գարաժներ են, ուղիղ լրիվ գարաժներ են, այսինքն ամբողջ բակը հաստորեն գարաժներով է։ Ու ես մի հատ բան հիշեցի, լավ Գրիշան եկավ ես, հետո կշարունակեմ այս խոսակցությունը։ Մերոնցից մեկը Եվրոպայից ինձ պատմում էր, որ այնտեղ հատուկ ֆիրմաներ կան, նույնիսկ կոնկրետ մի հատ ֆիրմայի անունը տվեց, չեմ հիշում իհարկե Ֆրանսիայում էր, որը հենց դրա մասնագետն է, այդ պրոֆիլով է աշխատում, այն երեխան խփեց մեքենա այսօր։ Զգուշ տղա ջան։ Հա։
ու տենց ստորգետնյա սարքում է, պատմել եմ, որտեղ սկզբից շատ մեծ տպավորություն վրա թողեց, ասեց կարում են ուրեմն ստորգետնյա, հետո վրայից լից կա, ծած կա ու այնտեղ այգի է ուղղակի էլի լինում վերևը կամ բակ, մի խոսքով ինչ ուզում ես, ծառեր կարան լինեն էլի, ծառեր ատնկվում մի խոսքով լրիվ կայացած տեխնոլոգիա է ու պարզա մի օր ստեղ կներխուժի հələ որ ես տենց դեպք չեմ տեսել, որ ուղղակի վեր են կալում, գարաժները քանդում են, մարդկանց դուրս են շպրտում, բայց այ որ գան տենց մի հատ բան սարքեն, պատկերացնում եք ինչ ցենտր կլինի, այ ես ամեն ինչի տեղը, ստեղ կարա մի հատ այգի լինի կամ երեխեքի համար սպորտային, մի խոսքով երազանք էլի մի քիչ Գնացինք մի հատ ճիշտն ասած ուզում եմ Տիգրանյանով բարձրանամ Գրիբոյեդովի վրա այն համալիր կար մի հատ Հենց Գրիբոյեդով էլ գործ չուներ, այն ժամանակ հələ լրիվ ավարտած չէր Մի հատ տենանք էլի հայ շինարարը տաղանդավոր ինչեր է արել ընդեղ Տենանք լավ է ստացվում վերջնականը Էսինա Տիգրանյանն է ընդեղ Ադոնսն է Հիշում եք Ադոնսի վրա Սենց է ճանապարհ կրվինց որ հա Այս խալվեցի երևի տենց էր պետք Դե լավ ոչինչ Ադոնսի վրա դեպի աջ Են լավ համալիրն է երազը Այսինքն այս կողմն էլ է ինքը Այս ձախի վրա որ տենում եք սա առաջի շենքներ որ կառուցեցին հələ որ գործարանից հեռու երազը վաղտ հետո կամաց գնացին դեպի Ազատության փողոցը Ես զախտերի վրա գիտեք էլի սենց Շինարարություններ են համալիրներ են ինչ-որ Են կողմի տեղ էլ արդեն ալումինի գործարանն է Իսկ հետևի կողմը պաստորեն երաստաղամասնային կողմը Գործում եմ պատկերացրեցիք ու գնանք հələ որ դեպի ալումինի գործարան, որը հիմա կոչվում է Ռուսալ Սա մի հատ արծվին ցույց տամ ու Հա, ունդեղից սկսվում է Գրիբոյեդով փողոցը Սա արծիվն է, այ մորտեսի շոտը Եկեք մի վարկյան ստեղ կանգնեմ, հա, շուտ Ընդեղից երազն է սկսվում, կարող ասեն, ես է կողմից եկա ու սենց տեսարան է ստեղ Տենում եք ինչ է կատարվում Այս կողմի վրա կարծեմ կանաս համալիր էր, հաստատ չեմ հիշում Բայց մենք հիմա գնալու ենք Իրապես Գրիբոյեդովն է, այնտեղ Գրիբոյեդով համալիր կա միտեղ, հատ կանգնենք նայենք Հա, ես էլ դե ալումինի գործարանն է Ուր է արծիվը Ես էլ արծիվը
Ստեղ էլ տղաները շինանյութ, այս սաղ շենքերը շինանյութով են սարքել։ Գնացինք։ Բայց ես ես Գրիբոյեդի վրա հիշում եմ աղաքին դժվար կտա կարանատեղի ասուտ խծանում, ահա, էլի, ես արդեն հոգնեցի ասելով, որ ես մեծ համալիրները կառուցում են, առանց ճանապարհների հաշվի առնելը, ինչ լենքի են, ինչքան կարա մեքենա գնա։ Եկեք ես տեղ կանգնեմ, ոտով գնամ, հա, հետո ընդեղ հաստատ տեղ չգնելու, հավես չկա, անկապ տեղեր մանգալու։ Ահա, ընդեղ ադոնցներ են կողմը, Ես Գրիբոյեդովն է, ես համալիրը տեսակ արդեն, ընդեղ կանգնեցի ցույց տվեցի։ Ու սենց Գրիբոյեդովով գնանք։ Մինչև հասնենք այդ Գրիբոյեդով համալիրը։ Սրանք ովքեր են, չգիտեմ, ոնց են կոչվում, ինչ են։ Սան այս հանգիստ փողոց էր, մեքենաները շատ քիչ, որտեղ ուզեիր կարայիր կանգներ, Ես ինչ տեղ է? Էսի կերամիկայի Գործարան է? շենքն է, գործարանը։ Հա, ոնց է կոչվում? Իրա ճյուղերը Վիդա, բայց էսի Առեքսն է։ Վիդա, հա? Առեքս է հիմնականում, էլի Առեքսի աշխատողներն են։ Առեքս? Հա։ Հա, շնորհակալություն շատ։ Վիդա, կերամիկայի գործարան։ Լավ է։ Գործարան էլ ունենք։ Պարզվում է։ Հա, ստեղ խողովակները լրիվ սանձարձակվել են։ Բայց վտանգավոր չի, ասում են գետնի տակ վտանգավոր է։ Այս թաղամաս մի վաղ շատ էի գալի, դե սովետից հետո երկը, որտև ստեղ միտեղ բիլարդանոց կա, հաճախ գալիս էի խաղում է այդտեղ։ Գրիբոյեդով 37/2 Չէ, կարծում եմ ճիշտ արեցի, այնտեղ կանգնեցի։ Ստեղ հլա աչքիս մի քիչ էլ նեղանում է փողոցը։ Հա։ Նեղանում է։ Այն մեկն էր, կարծեմ կոմիտաս էր կոչվում են, որ երևում է այդ համալիրը։ Hotel Gold Ամեկն լուրջ հոտել է ինձ բերթելն է դարպասներով գրած է բաց է Հյուրանոց Gold Ես էլ ժողովուրդը, որ լրիվ սկսեց ապրել, ես փողոցն էլ պետք մոռանալ։
որոնք միաժամանակ գործում են Սաուդյան Արաբիայի հետ, որոշել են հեռու մնալ հակամարտությունից։ Օմանը նույնպես հրաժարվել է ուժային գործողություններից։ Ըստ աղբյուրի Միացյալ Նահանգների Նայեք Տիտանա սուպերմարկետ։ Սա ես մենակ երրորդ մասում էի հանդիպում։ Նա ստեղ էլ հանդիպեցինք Տիտանի հետ։ Այլ լուրերը սենց եմ իմանում փողոցում մեքենաների մեջից մեկ-մեկ միացրած են ելնում։ Հələ ինչ տեսարան է այնտեղ նորակառույցների։ Հա, այս առանձնատունը լավ է, կարաց է ունենա վախտին։ Հիմա ստեղ հաստատ բարձրահարկ կդնեին։ Այս մի հոգու է, տենաս։ Կարա էլի, չէ՞։ Էն էլ է շուտ սարկած։ Դես նորակառույցների հետ համատացած բարձրահարկերի այն մեկը չէ, նա նոր է արդեն։ Ես էլ ես մարդու խանութն է, ոնց որ կամ էլ վարձով է տվել։ Չէ, ես ֆիրմային է, աթենք։ Փոքր խորովածանոց է, երևի։ Այս առաքիչ էլ կա։ Parsley, այս խորոված են սարքում։ Այո։ Բարև ձեզ։ Երկու բաժին չելոք կավակ կդուք։ Pars ռեստորան։ Ստեղ էլ էր, չէ՞, Parsley էր գրած։ Բերեպը։ Հա։ Parsley։ Այս մեկը Pars ռեստորան։ Այդ ինչ է տակիր փողոցը։ Չէ, չեմ գնա։ Եկեք ես էլ բարով հասնեմ այդ Գրիբոյեդով համալիրը։ Ես էլ են համատաբար էժան, հա, շենքերից է։ Livia Home։ Տնասետ ինչ է։ Livia Home։ Չէ, էդ էլ չեմ բարձանա։ Երխեմ նկարում, որ ոչ միտեղ չեմ ուզում գնամ։ Են կարող է այդ գրիբոյեդով այդքան շարունակվում է։ Սկիզբը ստեղ է։ Այն մեկն է, ոնց որ կանազը, հա, կանազ էր, դե կոմիտաս էր չեմ հիշում։
չի կարելի։ Դավոն իրան խելոք չի պահում։ Դավո։ Այ լավա, չէ՞։ Հավեսը։ Մի հատ էլ սենց հետաքրքիր փողոց։ Բայց ցեխոտ, այ։ Ես են որ ասում են մինի սուպերմարկետ։ Ես ինչ է, սովետական շենք է ես մեկը։ Դե այսինքն այն մեկն էլ էր սովետական։ Ես երկու շենքներ ես փողոցի վրա, պաստորեն։ Դեստեղ փոքր տներ եղել են հաստատ։ Բոլորի մոտից առել են։ Ասել ինչ ասենց փնթից սախանել են։ Տեխնիկոլ։ Նիկոլինն է, տեխնո Նիկոլ։ Ահա, էսա, հասա։ Ես Գրիբոյեդովա կոչվում, էսա, վերիվ հաստատ կիմանամ, են մեկն է կիմանամ, մի հատ էլ ես ուղղության փողոց։ Սրանք դեպի Դավիթ Հաշենի կամուրջն են, չէ՞ երևի գնում։ Ռադուգը բուժիտ։ Երեխեն ասես ծիածան կլնի, հետաքրքիր ճիշտ կլնի ասածը։ Սուպերմարկետը, ինչ սուպերմարկետը, Ռոկֆոր, Գրիբոյեդով 17 էլի տեղ չկա ոչ մի կանգնելը Լավ, հետո կգնամ են մայթից մի հատ կնկարեմ, որ պատկերացնեք մուտքը անվտանգություն այս ստորգետնյա պարքինգն է իրանց Ֆուտբոլի տեղ կա, բայց ես կան ընդամեն ինչ-որ այդ ֆուտբոլով պրծնում, հա? Բայց են կողմը կամարա տենում եք, ինչ-որ մի բանի համարա, չէ երևի։ Որ ասեմ մի առանձնապես փոխվել, հա? Իմ վերջի ստեղ լինելուց հետո Չէ ասի։
Լավ էլ գնանք ֆուտբոլիստների մոտ կողոն։ Չեմ հասկանում են հետևին արդեն այդ Գրիբոյեդովը չի։ Հետո աղջիկներին հարցնենք։ Նախ էս հաստատ Գրիբոյեդովն է, մերտ խառնաշլն։ Բարև ձեզ։ Էս Գրիբոյեդով թաղամասն է, չէ՞։ Իսկ այն կողմը այս Փարիզից հետո։ Էլի։ Ուրիշ մասնաշենք են։ Հա, ընդերից ստեղ կարան գան։ Թե փագա։ Նո, ֆռալով կարակ մտնեք, հա։ Հա, բայց սենց ուղիղ չկա, հա։ Պահին չէ։ Մի խոսքով սա էլ է Գրիբոյեդով։ Հա, ընդհանուր Գրիբոյեդով 17-ն է։ Երեխեք ջան, քանի որ դուք ստեղ եք ապրում, ստերևույթին, չէ՞։ Ես ուզում եի հարցնել, իսկ այն մեկը ինչ է։ Այն արդեն Մալխասյանց է անգնում։ Մալխասյանց։ Հա, Հա, այդ արդեն մեր բարձը։ Մեկ էլ այս մեկը Կոմիտասա, ավենյունը, հա։ Կոմիտաս ավենյու է կոչվում։ Ավենյու։ Կամ պարքնա կամ ավենյուն, ճիշտ։ Մի խոսքով Կոմիտաս է, ես կանազ էի հիշում։ Սա Գրիբոյեդովն է։ Всё, շնորհակալություն շատ։ Այն էլ է Գրիբոյեդով, բայց ընդ չի լինի գնալ, չգիտեմ ինչի։ Երև ինչ-որ շինարարական աշխատանքները ինտենսիվ են ավելի։ Բաքում իհարկե էլի, այն կողմից ասма կարակ մտնեք, ստեղ ֆուտբոլ են հաղում, всё, մի քիչ հիասթափված գնում ենք հետ։ Այսինչ լավ ցանցով որակով։ Այս ախեղջ երեխեքի խաղալու տեղը։ Ստեղ էլ են թակարակ, ֆուտբոլիստների մասին են մտածել։ Հա, այնտեղ բան է։ Ֆիթնես կենտրոնի նման ինչ-որ բան է, սպորտսմեններ են։ Հա, ակին լուրջ։ Այդտեղ ֆիթնես կենտրոն է, ներողություն, հա? Մուտքը ստեղից է։ Հա, ստեղից է։ Հա։ Բարձա։ Մենակ բնակիչները կարան օգտվեն, ով ուզի։ Հա։ Բոլորը կարան օգտվեն։ Այս ինչ հավես է, չէ՞։ Պաչկամբները։ Բայց բնակելի չեն, հա, այդ տարածքները, սենց բաներ է, խանութ բան ինչ-որ։ Հավայի մեջ եմ քոնը թողել սպայրին։ Եթե կուզես նախացնի, նախացնի, եթե չէ, սառը կեր։ Լավ։ Կարծում եմ սենց մեծ թաղաբանսի համար լավ, այն մասն էլ հլը թողանեն, հետո մի հատ էլ են վաղտ պիտի գամ, դեղ էլ Կոմիտաս ավենյու, հա, ասեցին։ Եկեք մի հատ տեսարան մի կամերայով նկարեմ ստեղ։ Ես Կոմիտաս ավենյուն։ Այն մասը դեպի են կողմ Ադոնցի վրա է դուրս գալի։
Դեղերել եմ այդ բակերում։ Ու վերջ գնացինք ստեղից։ Մի հատ էլ ես նայենք ես կամերայով։ Լավ է երևում։ Ես իրանց Ստորգետնյան, ես էլ իրանց բակը։ Գնացինք։ Այն կամարը փաստորեն այն Փարիզից հետո է անգնում։ Իսկ այն շենքերը, որ երևում է, կարծեմ Անի թաղամաս է կոչվում, հաստատ չեմ ասի։ Գնացինք հետ Բան չփոխի կար Եք ինչ արև դուրս եկավ։ Այս մայիսը արդեն մարտ է հիշացնում։ Այս ինչ է, մեքենաներ կորան այ մարդ։ Գնամ շուտ նստեմ, արագ անցնեմ։ Քանի խցանում չի սկսել։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչ խցանում էր։ Այս էլ նիկոլականները։ Ես մեկ էլ Լևովյանի նման է, սա քանդած, ես մի ճանապարհը, ստել սա ցեխ է, ես լավ տեղեր միած ստեմ նստեմ ծխեմ, ես էլ հետևի կողմն է, ես էլ զրուցարանը նոր են սարքել, նստելու տեղեր չկան, լավ, ստեղ հանգեմ մի հատ, գնացինք, ստեղ աչից կերամիկայի գործարաններ, Ես մասնաճյուղը ասեց Արեքսա կոչվում, չէ՞։ Ու Գրիբեդը ֆոս։ Նույն տեղը մեքենայով, հա։ Հələ նայեք ինչ ազատային մրտես ինչ լավ բան եղավ։ Ես առանց էդ էլ խայտարակ ուշացա։ Լավագույնը ստեղ խցանում չի։ Չնայած Կոմիտասի վրա հաստատ կլինի մի բան։ Ես այդ Գրիբոյեդևը աչից ասել մտավ իրանց պարքինգը մենք էլ գնացինք Կոմիտաս Փարք է կոչվում, ոչ թե փարք, այլ պարկ է։ Ասել Մամիկոնյանցի հետ խաչմերուկը։ Դեռ Կոմիտաս չեմ հասել, բայց արդեն տխուր է վիճակը։
Տենանք միջև 8-ը կհասնեմ գոնե Մաշտոց պողոտը։ Մաշտոց Պուշկին անկյունա պետք։ Հասանք Կոմիտաս, բայց դեռ չենք ներխուժել։ Խաչմերուկն է, ես Գրիբոյեդովի վրա եմ, դեղ էլ Կոմիտաս։ Դարի ու մատ իստեղ։ Գնում ու գնում են։ Այս արդեն շրջադարձվողներն են, հա? Հետադարձվողները։ Կոմիտաս, ես ենտեղն է, որ ծաղիկներ ենք առնում, բավականին հաճախ։ Դավիթից ենք սովորել։ Վրացականի հետ Խաչմերուկն է, որ հասնում եմ այդտեղ։ Դա խոր է։ Չէ, 8-ին չեմ հասնի։ Տեսել են, որ ասում ենք, անհիսումն է ապրել։ Այդ շենքերն են, այս կողմերը նկարել եմ այդ բակերը։ Ստեղ էլ այդ կադաստրի գեոդեզիայի շենքա հեղինակն էլ հիշում եք Արմեն Աղալյանն է շենքի հեղինակը Նոր հասա ես ջիմին, են սովետի վաղթի շում է կտեղ, էլի լողավազան էր։ Հասա Պապազյանի հետ Խաչմերուկ, Այնտեղ Պապազյանի կիսանդրին է, անկյունում, ստեղ էլ սենց Կոմիտասի շենքեր, ստանդարդ։ Վաղարշանի հետ Խաչմերուկն էլ անցնենք, լույսերը 8-ից հետո են, հա, ոնց որ միացնում, չկա լույսերը փողոցում։ Բաղարամյան, լույսերը նիխտ, ինչ լավ ամպեր են, լույսերը նիխտ, Ես հաչից են կատլավանը, որ փորել էին, էդ էր կռունկ էր կանգնած։ Ու որ հասանք, Պրոշյանի հետ Խաչմերուկ, էդ էլ կտրենք, ես մի Խաչմերուկն էլ, Բաղրամյան, Հաչից Դեմիրճյան, Ձախից Սիլվա Կապուտիկյան, Այս լավ ազատապոկվանք, ազգային ակադեմիա, պարլամենտը ոնց էր, մոռացա հայրը ոնց է պարլամենտ, ազգային ժողով, Մոսկովյանը կտրենք, Դեղը Մոսկովյանս, Մաշտոցնը,
Մոտենում ենք Ֆրանսիայի հրապարակին։ Ֆրանսիայի հրապարակ։ Թեքվենք մաշտոց։ Ոստեղ կանգնենք։ Ու հասենք Թումանյանի հետ Խաչմերուկ։ Լավ մնաք հայեր ջան, միշտ առողջ լինեք և մնաք խաղաղությամբ։ Լույսերն էլ չտվեցին, փոխել են երևի ժամը, վայ հենց ասեցի տվեցին, տեսակ չէ, մի վերջ։